Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով հունվարի 12-ի երեկոյան Երևան ժամանեց Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Տիկին Յաել Բրաուն-Պիվեին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալեն Սիմոնյանը։ Հունվարի 13-ի առավոտյան ֆրանսիացի խորհրդարանականները ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ի հիշատակ հայոց մեծ եղեռնի զոհերի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։ Յաել Բրաուն-Պիվեին ներկայացվել է Խոջալոյում և Սումգայիթում Ադրբեջանի իրականացրած ջարդերի մանրամասները։ Ֆրանսիայի պատվիրակությունը Ցեղասպանության թանգարան ինստիտուտում ծանոթացել է նաև Օսմանյան կայսրության ոճրագործությունները նկարագրող փաստավավերագրերին։ Բարձրաստիճան հյուրերի հանդիպումների շարքը սկսվել է խորհրդարանից։ Ֆրանսիայի պատվիրակության կազմում են պատգամավորներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Յաել Բրաուն-Պիվեն Ֆրանսիայի ազգային ժողովի առաջին նախագահն է, ով պաշտոնավարման ընթացքում այցելում է Հայաստան։ Նախ տեղի է ունեցել խորհրդարանների ղեկավարների առանձնասուրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ։ Մեր հարաբերությունները բարեկամական եւ ջերմ են, Ֆրանսիան մեր երկրի ու մեր քաղաքացիների համար հարազատ երկիր է։ Վստահ եմ կարող ենք ասել, մենք երկու ազգ ենք, բայց մեկ քաղաքակրթություն։ Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ռազմատենչ քաղաքականության ու ագրեսիվ գործողությունների դեմ ժողովրդավարական Հայաստանին ու հայ ժողովրդին Ֆրանսիայի ցուցաբերած համերաշխությունն ու աջակցությունը։ Խոսելով հետպատերազմյան Արցախից ու Լաչինի ճգնաժամից, Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել այդ խնդիրների լուծման հարցում մեր երկրին աջակցելու համար։ Երախտագիտություն եմ հայտնում Արցախյան 44-օրյա պատերազմի և հետո Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած հարձակումներից, Արցախը Հայաստանին կապող միջանցքի արգելափակման համատեքստում բարեկամ Ֆրանսիայի ամենաբարձր և բոլոր մակարդակներով ցուցաբերած ակտիվ ներգրավվածության համար։ Կողմերը մանրամասն քննարկել են այս պահին Արցախում տիրող իրավիճակը, անընդունելի համարելով ադրբեջանական կողմից 120,000 հայերի իրավունքների ոտնահարումը։ Յաել Բրաուն-Պիվեն շնորհակալություն է հայտնել հրավերի համար ու փաստել. Հայ ժողովուրդը միշտ կարող է Ֆրանսիան դիտարկել որպես հուսալի բարեկամ։ Մենք հայ ժողովրդի կողքին ենք երեկ, այսօր և միշտ։ Անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման գործում երկու երկրների խորհրդարանների միջև ծավալված սերտ համագործակցությանը։ Հանդիպման ավարտին խորհրդարանների նախագահները ստորագրել են հետագա համագործակցություն ընդլայնող համաձայնագիր։ Տեղի ունեցած պաշտոնական հանդիպումներին հաջորդել է Հայաստանի և Ֆրանսիայի ազգային ժողովների նախագահների ասուլիսը, որին տեղում հետևել են տեղական և ֆրանսիական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Կարող եմ վստահ ասել, որ մեր ֆրանսիացի գործընկերները բավականին լավ տեղեկացված են և ուշիուշով հետևում են բոլոր այն գործընթացներին, որոնք որ տեղի են ունենում թե Հայաստանում, թե Արցախում, թե Լաչինի միջանցքի շուրջ։ Ալեն Սիմոնյանն ու Յաել Բրաուն-Պիվեն պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Լաչինի միջանցքի փակմանը, Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիայի միջնորդական առաքելությանը։ Մինչ խորհրդարանից հեռանալը Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահը ի նշան բարեկամության խորհրդարանի այգում տնկել է խորհրդանշական եղևնի։ Մեզ համար կարևոր էր այս այցը վերահաստատելու մեր աջակցությունը Հայաստանին և նշելու, որ մենք բոլոր ջանքերն օգտագործում ենք ի աջակցություն Հայաստանին տարբեր միջազգային հարթակներում, թե Եվրամիության և թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակում։ Շատ տպավորված եմ։ Բարեկամական ու վստահության վրա հիմնված հարաբերությունը, որը կարող ենք ունենալ Հայաստանի ազգային ժողովի նախագահի հետ, շատ կարևոր է մեզ համար։ Այցի շրջանակում Յաել Բրաուն-Պիվեն ու ֆրանսիացի պատգամավորներն այցելել են հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահը զրուցել է պատերազմի ընթացքում վիրավորված ու այժմ վերականգնման փուլ անցնող զինծառայողների հետ։ Պատվիրակները եղել են նաև ֆրանսիական համալսարանում հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։
Ֆրանսիայի պատվիրակությանը Երևանում ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպում է նախատեսված նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։